Եվ սկսում ենք մեր շնորհանդեսը մեր քաղաքական հայտնի ներկայացում։ Մի փոքր նախապատմություն, մենք որպես քաղաքացիական նախաձեռնություն ստեղծվել ենք 2023 թվականի ապրիլին եւ տեսնելով գործող վարչախմբի հստակ մղումը Արցախի սովետական պետության կազմում մենք որոշեցինք հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ փորձենք արգելափակել այդ գործողությունը օրենսդրական մակարդակով, ինչպես նաեւ արգելափակել վարչախմբի կողմից հայ ցեղասպանության միջազգային կանոններից հրաժարվելու նիստված գործողությունները։ Մենք ստացանք մեր քաղաքացիների հսկայական աջակցությունը, սակայն այդ վարչախմբի ջանքերով մեր ներկայացված օրենսդրական նախագիծը 2023 թվականի դեկտեմբերին ազգային ժողովում տապալվեց։ Իսկ Արցախը, ինչպես հիշում եք, թշնամական պետության կողմից բռնազավթվեց, իսկ նրա հայ բնակչությունը տեղահանության ենթարկվեց։ 2024 թվականին մենք որոշեցինք վերակազմավորվել որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր վրա վերցնելով ավելի ընդարձակ խնդիրների շրջանակ։ Կլինի դա մեր ազգային ինքնության պաշտպանությունը, ժողովրդավարության պաշտպանությունը, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, սոցիալական խնդիրները։ Դրան հաջորդած 1.5 տարիների ընթացքում մենք անընդհատ գտնվել ենք պայքարի բովում, գտնվել ենք առաջնագծում, կարելի ասել բարիկադների մեջ են գտնվել։ Նույնիսկ զարմանալի չի, որ վերջերս այս վարչախումբը հատուկ օրենսդրական փոփոխություններ է ընդունել ընդդեմ մեր կազմակերպության, կասեցնելու կամ սահմանափակելու մեր գործունեությունը, գիտակցելով, որ մենք մեր ամբողջ գործունեությունը կարողացել ենք կառուցել օրենքի շրջանակներում եւ բարբերաբար կարողացել ենք խոչընդոտել այս վարչախմբի հակազգային եւ հակաժողովրդական տարբեր նախաձեռնությունները։ Չեն կարողացել ամբողջապես կասեցնել, բայց հաճախ կարողացել ենք խոչընդոտել։ Եվ այժմ, երբ համապետական ընտրություններին մնացել է ընդամենը 3.5 ամիս, եկել է ժամանակը, որպեսզի մենք հաջորդ քայլը կատարենք եւ ներկայացնենք մեր քաղաքական հայտը։ Մենք տեսնում ենք, որ այսօրվա քաղաքական դաշտում շրջանառության մեջ են գտնում կամ այս վարչախմբի կողմից տարածվող, ըստ էության պարտվողական, հակազգային, նույնիսկ կարելի ասել ռևիզիոնիստական գաղափարներ, որոնք փորձում են այլափոխել եւ այլասերել մեր ամբողջ պատմությունը, դեմ գնալ մեր ինքնությանը, մեր հավատալիքներին, այն ամենին, ինչով մենք ծնվել ենք, մեծացել ենք, բայց նաեւ որպես անդիմադիր քաղաքական ծրագրեր շրջանառության մեջ են այնպիսիք, որոնց մեծ մասը փաստացի համակերպված են այսօրվա ստատուս քվոյի հետ եւ ընդամենը առաջարկում են ոչ մեծ, երբեմն կոսմետիկ, նույնիսկ կարելի ասել փոփոխություններ, բայց որոնք առանցքային կերպով չեն ազդում այն ուղեգծի վրա, որի մեջ հայտնվել է մեր երկիրը։ Ուստի մենք առաջին հերթին քաղաքական դաշտ ենք գալիս, որպեսզի մեր ժողովրդին, մեր ընտրողներին տանք արմատական այլընտրանք։ Արմատական այլընտրանք տարվող քաղաքական գծին, որպեսզի վերականգնենք նրա հույսը սեփական ապագայի նկատմամբ եւ որպեսզի ապագայում նրա համար հաղթանակների հեռանկար բացենք։ Ինչպես դա եղել է 35 տարի առաջ, երբ որ մեր ժողովուրդը լինելով միասնական, միամուռ եւ շատ ավելի գաղափարապես ինչ-որ իմաստով կոփված, կարողացավ իր ձեռքը վերցնել իր ճակատագիր եւ կրել իր հաղթանակները։ Մեր քաղաքական ծրագիրը բավական ընդարձակ է, բայց այսօր բնականաբար այս շնորհանդեսին մենք կներկայացնենք ընդամենը իր ամենակարևոր դրույթները, նաեւ այն ակնկալիքով, որ հետագա մի քանի ամիսների ընթացքում մենք հնարավորություն կունենանք դրանցից յուրաքանչյուրը ավելի ընդարձակ բացահայտել, նաեւ ակնկալելով ձեր հարցերը։ Վերջի շրջանում գործող վարչախումբը շրջանառության մեջ է դրել այսպես կոչված իրական Հայաստանի թեզը։ Իրական Հայաստանը ըստ էության Հակոբյանն է այն Հայաստանի, որը մենք գիտենք, որում մենք ապրել ենք, որը ապրել է հազարամյակներով, որը ձևավորել է մշակույթ, որը ձևավորել է ինքնություն, որը ձևավորել է ավանդույթներ եւ որը առաջին հերթին հիմնված է եղել հայկական հայրենիքի, հայկական լեռնաշխարհի վրա։ Այսօր մեզ գործող վարչախումբը, որպեսզի սքողի իր պարտությունները
փորձում է ներկայացնել, որ իրականը այն խորհրդային սահմաններն են եւ նույնիսկ դրանցից պակասը, որը միջազգային ճանաչում ունի։ Եվ որ ոչ միայն խնդիրը սահմանների մեջ, այլև բովանդակության։ Ազգային ինքնության հետ կապված մեր արմատական ֆունդամենտալ հավատալիքները այդ իրական Հայաստանում տեղ չունեն։ Որպես այդ կեղծիքի, այդ քիմերայի հակոտնյա եւ որպես իրական այլընտրանք այն երկրի, այն պետության, որում մենք ուզում ենք ապրենք, մեր նպատակը եւ գերագույն արժեքը դա հարատև հայկական պետությունն է։ Հարատև հայկական պետությունը, որը գոյություն է ունեցել հազարամյակներ թեև ընդհատումներով, որը այսօր կանգնած է դժվարին ճամփաբաժանին, բայց եթե այդ ճամփաբաժանը մենք կարողանանք ճիշտ անցնել, պետք է հարատևի հազարամյակներ։ Դա այն պետությունն է, որը հայ ազգի անվտանգության, շարունակական զարգացման, բարգավաճման, հանրային ներդաշնակության հիմնական պատվարն է։ Դա այն պետությունն է, որը իր տարածքում բնակվող բոլոր քաղաքացիների անկախ ազգային պատկանելությունից շահերի եւ իրավունքների երաշխավորն է։ Դա այն պետությունն է, որը արդի պայմաններում, երբ հայ ազգի 2/3-ը բնակվում է հանրապետության տարածքից դուրս, թեև ունի շատ սերտ կապեր, հայ ազգի ուժի կուտակման կենտրոնն է։ Նրա հանգրվանը վերջնական, նրա հյուրընկալ տունը եւ նրա ինքնության հենարանը։ Եվ վերջապես դա այն պետությունն է, որ հայկական շահերի հետևողական պաշտպանն է ողջ աշխարհում եւ մասնավորապես մեր տարածաշրջանում, եւ որը Արցախի վերահայացման հետևողական ջատագովն է։ Արցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու։ Որպեսզի մեր բարդ անկայուն տարածաշրջանում մենք կարողանանք այս ամենը կառուցել եւ պաշտպանել, դա հնարավոր կլինի, եթե մեր պետությունը պաշտպանված լինի մեր իրական ուժով։ Ուստի մեր առաջնային խնդիրն է մեր պետության ուժի շարունակական բազմապատկումը։ Առանց դրա հնարավոր չէ։ Մեր պետության գոյությունը ընդհանրապես ուրիշների ողորմածությամբ այսպիսի բարդ տարածաշրջանում պետություն կամ ժողովուրդ չեն պահվում։ Այդ նպատակով մենք կհամախմբենք մեր հասարակությունը արտաքին վտանգի դեմ պայքարում եւ կմեղմենք կամ կվերացնենք այն բաժանահար գծերը, որ ստեղծել է այս վարչախումբը։ Մենք հետևողականորեն կզարգացնենք մեր բանակը։ Կստեղծենք նրա կազմում ռազմավարական զսպման նոր կարողություններ։ Կդարձնենք այն տեխնիկապես առավել զարգացած է եւ առավել մարտունակը մեր տարածաշրջանում, ինչպիսին նա եղել է 30 տարի առաջ եւ ինչպիսին պետք է նա լինի այսուհետեւ միշտ, որպեսզի կարողանա մեզ պաշտպանել։ Այդ նպատակով նաեւ մենք առաջանցիկ տեմպերով զարգացնելու ենք մեր ռազմաարդյունաբերությունը, ինչպես եւ արել ենք նախորդող տարիներին, երբ որ ռազմաարդյունաբերության զարգացման բեռը զգալի չափով ստանձնել ենք հենց մեր անդամների ուսերին եւ որից այսօր փորձում է օգտվել եւ ինչ-որ չափով նաեւ շահարկել գործող վարչախումբը։ Մենք շահավետ հարաբերություններ կկառուցենք բոլոր ուժային կենտրոնների հետ եւ թույլ չենք տա այլևս, որ մեզ այդ ուժային կենտրոնների միջև պայքարի խաղակարգ սարքեն։ Բոլոր ուժային կենտրոնների շահը մենք պետք է համադրենք մեր հայկական շահի հետ եւ մշտապես առաջ մղենք մեր հայկական շահը։ Այն ուժային կենտրոնների, որոնց հետ մենք ունենք խորքային երկարաժամկետ ընդհանրություններ, մենք կկառուցենք նաեւ ռազմավարական դաշինքներ, ի տարբերություն այսօրվա վիճակի, երբ որ ոչ մի երկրի հետ մենք ռազմավարական դաշինք չունենք, բացառապես ոչ մի երկրի ամրագրված ռազմավարական դաշինք չունենք։ Եվ մենք հետևողականորեն հետամուտ կլինենք Արցախի վերահայացման, ինչպես նաև կդիմադրենք Ադրբեջանի կողմից ցանկացած նոր ոտնձգության։ Այլևս պնդումներ, որ լեռները, որոնց վրա տարվա կեսը ձյուն ամեսպետ չեն, չի լինելու։ Ամեն քար, ամեն ժայռ, ամեն խրամատ մեր հայրենիքն է։ Դրանցից յուրաքանչյուրը մեր պաշտպանության կարիք ունի։ Որպեսզի մենք կարողանանք այս ուժը կուտակենք, դրա հետևը պետք է կանգնած լինի առողջ, արագ զարգացող տնտեսություն։ Տնտեսական համակարգ, որը կապահովի մեզ ռեսուրսների շարունակական աճ։ Շատերը հիմա խոսում են մեծ ծրագրերից, ատոմակայաններից եւ այլն, եւ մենք էլ ենք կողմնակից բնականաբար նոր ատոմակայանի կառուցմանը, սակայն մեր տնտեսական կենսունակության հիմքը, որը մինչև հիմա օգնել է
Հայաստանի Հանրապետությանը զարգանալ, դա ազատ մրցակցությունն է, օրենքի գերակայությունն է, տնտեսվարողների իրավունքների պաշտպանությունը, հարկային թափանցիկ համակարգը եւ ի դեպ, որը շատ կարեւոր է, մակրոտնտեսական կայունությունը։ Այն ամենը ինչ-որ մասամբ գոյություն ունեցել Հայաստանի Հանրապետությունում իր սկզբնավորման տարիներից եւ որը պարբերաբար ենթարկվել է էրոզիայի, երբ որ քաղաքական միջամտություն է եղել տնտեսության մեջ։ Մենք անվերապահ ապահովելու ենք, երաշխավորելու ենք մակրոտնտեսական կայունությունը, ազատ մրցակցությունը, տնտեսավարողների շահերի պաշտպանությունը։ Վերադարձ այն օրերին, երբ որ հարկային ենթադրենք տեսչությունը կարող էր խառնվել տնտեսավարողների գործերին եւ դրա միջոցով որոշեր մարդկանց հաջողությունը կամ ձախողումը չի լինելու։ Հարկային համակարգը լինելու է թափանցիկ եւ իրավական։ Մենք իրականացնենք ֆունդամենտալ գիտության եւ տեխնոլոգիաների մեջ պետական ներդրումների շարունակական աճ։ Կապահովենք տարածքային համաչափ զարգացում, նոր աշխատատեղեր առաջին հերթին պետք է ստեղծել սահմանամերձ մարզերում, ոչ թե Երևանում, Երևանը առանց այդ էլ աշխատուժի կարիք ունի արդեն այսօր, եւ մենք հատուկ ուշադրություն կդարձնենք ժամանակակից բարձր արտադրողական գյուղատնտեսության զարգացմանը։ Կամրապնդենք էներգետիկ անկախությունը առաջին հերթին, ինչպես արդեն նշեցի, նոր ատոմակայանի կառուցմամբ եւ արևային էներգետիկայի զարգացմամբ երկու դեպքում էլ մենք մրցակցային առավելություններ ունենք շատ լուրջ եւ դրանք պետք է սարքենք իրական էներգետիկ անկախության։ Բայց դրան զուգահեռ նաեւ խնայողաբար կօգտագործենք մեր բնական ռեսուրսները եւ կերաշխավորենք, որ բնական ռեսուրսների օգտագործումը չբերի մեր բնական միջավայրի էրոզիայի, մեր քաղաքների, գյուղերի, մեր բնության քայքայմանը։ Այնպես ինչպես տեղի ունեցել մինչև հիմա, երբ որ անխնա օգտագործումը բերել է նրան, որ երկրի զգալի մասը վերածվել է անապատի։ Եվ վերջապես տնտեսական զարգացման տեսանկյունից մենք հատուկ ուշադրություն կդարձնենք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը, ավարտին կհասցնենք հյուսիս-հարավ ճանապարհը, նոր բարձր թողունակության մայրուղի կկառուցենք մինչև Թբիլիսի, երկրի տարածքում կկառուցենք նոր օդանավակայաններ, որոնք հնարավորություն կտան, որպեսզի մեր երկիրը ծածկվի օդանավակայանների ցանցով եւ մարդիկ ստիպված չլինեն հեռավոր ճանապարհներ երթևեկել լեռնանցքների միջոցով։ Եվ վերջապես, որպեսզի մենք կարողանանք զարգացնել մեր տնտեսությունը, մենք պետք է կարողանանք նաև հիմնել մեր հասարակության համերաշխության, մեր հասարակության աջակցության վրա։ Անհնար է տնտեսական զարգացում, անհնար է անվտանգություն, երբ որ հասարակությունը խռով է։ Երբ որ իր ներսում ատելության խոսքն է գերիշխում, երբ որ հասարակության տարբեր հատվածներ հակամարտում են իրար հետ։ Այդ նպատակով մենք ավելացնենք տարեցների, հաշմանդամների եւ երիտասարդների պետական աջակցությունը, որպեսզի նրանք կարողանան ապրել արժանապատիվ կյանքով եւ ի դեպ նորմալ ուսում ստանալ, այն ինչ որ եւս սարսափելի էրոզիայի է ենթարկվել մեր երկրում վերջի տարիներին, երբ որ մեր երկիրը դարձել է տարածաշրջանում առավել ոչ գրագետ պետությունը։ Մենք շարունակաբար կբարձրացնենք այդ իմաստով նաեւ կրթության եւ առողջապահության որակը եւ մատչելիությունը, հետևողականորեն կպայքարենք կոռուպցիայի նվազեցման համար, կապահովենք նաեւ հանրային պարտականությունների եւ բարիքի արդարացի բաշխում բոլոր քաղաքացիների միջեւ, որպեսզի արտոնյալներ չլինեն, կբարձրացնենք դատաիրավական համակարգի անկախությունը, որպեսզի երաշխավորենք յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը եւ նաեւ բացառենք, որպեսզի իշխանությունը անընդհատ խառնվի դատական համակարգի գործերի մեջ, ինչպես դա տեղի ունենում հիմա։ Եվ վերջապես, որպեսզի մաքրենք մեր երկրի երեսից այն խարանը, որը թողել է այս վարչախումբը, անվերապահ երաշխավորելու ենք եկեղեցու եւ բոլոր կրոնական կառույցների անկախությունը պետությունից, երաշխավորելու ենք հավատացյալների իրավունքները, թույլ չենք տալու այլևս, որպեսզի պետությունը խառնվի եկեղեցու եւ այլ կրոնական կազմակերպությունների գործերի մեջ։ Սա շատ հակիրճ, ինչպես ես ասացի, գործընկերներս նաեւ որոշ դրույթներ կմանրամասնեն, բայց ուզում եմ հատուկ նշեմ, որ այսօր մենք մուտք ենք գործում քաղաքականություն եւ դա շատ դժվար որոշում էր նրանից հետո, երբ որ մենք 3 տարի միասին եղել ենք քաղաքացիական նախաձեռնություն, որը որոշակի այլ տրամաբանություն է ենթադրում, այն նպատակով, որպեսզի մեր քաղաքացիներին իրական հայակենտրոն այլընտրանք տանք, որպեսզի մեր քաղաքացիները անընդհատ չփորձեն ընտրել, թե որ արտաքին ուժն է մեր լավագույն անվտանգության երաշխավորը։ Մեր լավագույն անվտանգության երաշխավորը մենք ինքներս ենք
Եվ այդ դեպքում որ արտաքին ուժերը նաև կկանգնեն մեր կողքին եւ կօգնեն բազմապատկելու մեր ուժերը։ Մենք այսօր այս հայտով մեր պատրաստությունն ենք ստանձնում մեր երկրի ապագայի կառուցման պատասխանատվության մեր բաժինը վերցնելու մեր վրա։ Միևնույն ժամանակ նաև գիտակցում ենք, որ այսօրվա քաղաքական իրավիճակում շատ կարևոր է իշխանափոխություն իրականացնելու համար այդ պատասխանատվությունը կիսել նաև այլ գաղափարակից քաղաքական ուժերի հետ, ուստի նաև մենք հանձնարարություն ենք ստանձնում այդ ուժերի հետ միասին ձևավորելու նախընտրական դաշինք, միասին գնալու ընտրությունների, որպեսզի մենք կարողանանք ոչ միայն իշխանափոխություն իրականացնենք, այլև ձևավորենք նոր ազգային իշխանություն, որը չլինի ժամանակավոր, որը կկարողանա երկիրը տանել կայուն կուրսով դուրս բերել այն ճգնաժամից, որի մեջ մենք հայտնվել ենք եւ չեն կարողանում արդեն մի քանի տարի դուրս գալ եւ բերել մեր երկիրը այն հանգրվանի, երբ որ մենք կարող ենք համոզված լինել, որ մեր պետությունը այլևս հարատև է։ Ուստի մեր բոլոր քաղաքացիներին խնդրում եմ, որ իրենք աջակցեն մեզ, միանան այս քաղաքական նախաձեռնությանը եւ քվեարկեն, որպեսզի մենք բոլորս միասին կարողանանք հաղթել։ Շնորհակալություն։